Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսում զրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Միացյալ Նահանգների և Եգիպտոսի ղեկավարների հրավերով մասնակցում են Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ միջոցառման շրջանակում Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ։ Զրույցների բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայ առաքելական եկեղեցու հասցեին պնդելով, որ հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն խաղաղության գործընթացը։ Փաշազադեն այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների ադրբեջանցի կրոնական առաջնորդը նաև հավելել է, հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման։ Գազայի հատվածում կենդանի մնացած բոլոր իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել։ Առաջիկայում ակնկալվում է, որ Համաս խմբավորումն Իսրայելին կվերադարձնի նաև 28 մահացած գերիների մարմինները, ինչի դիմաց Իսրայելը բանտերից ազատ կարձակի շուրջ 2000 պաղեստինցիների։ Ըստ Վաշինգտոնի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլի իսրայելական բանակը հետ է քաշվում, նախապես համաձայնեցված դիրքեր պարտավորվելով նաև վերականգնել մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով։ Գազայում խաղաղության հարցով Եգիպտոսում այսօր մեկնարկող գագաթնաժողովը գլխավորելու համար այդ երկիր ժամանեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մինչ այդ նա Իսրայելում էր անձամբ մասնակցելու իսրայելցի գերիների, բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման գործընթացին։ Զենքերը լռում են, սա նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսն է, ելույթ ունենալով Իսրայելի Քնեսեթում հայտարարել է Թրամփը, հույս հայտնելով, որ տարածաշրջանում խաղաղությունը կլինի հավերժ։ Կրեմլը հայտարարում է, որ նախագահներ Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի պլաններ այս պահին չկան։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը հաջորդում է Սպիտակ տան ղեկավարի նախազգուշացմանը, ըստ որի Վաշինգտոնը Թոմահաուք հրթիռներ կփոխանցի Կիևին, եթե Մոսկվան չգնա պատերազմի կարգավորման։ Նախագահ Թրամփը նշել է, թե մտադիր է հարցը քննարկել ռուս պաշտոնակցի հետ։ Թոմահաուք հրթիռների հեռահարությունը 2500 կիլոմետր է։ Դրանք իզորու են Ուկրաինայից թիրախավորել Ռուսաստանի արևմտյան հատվածը, այդ թվում մայրաքաղաք Մոսկվան։ Բախումներ Ուկրաինայի Պոկրովսկից հյուսիս գտնվող Դոբրոպիլյա բարձունքում, որտեղ անցած ամիսներին ռուսական զորքը առաջխաղացում էր արձանագրել դեպի Դոնեցկի հյուսիսային շրջաններ, բայց հետագայում մասամբ հետ մղվել։ Այժմ այդ տարածքներում կան թե ռուսական, թե ուկրաինական ուժերի դիրքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած բլոգերները հաղորդում են այս հատվածում ռուսական զորքերի առաջխաղացման մասին, մինչդեռ ուկրաինական Deep State նախագիծը, որը հետևում է ռազմաճակատում իրավիճակին, պնդում է, որ ուկրաինական ուժերը հետ են շպրտել թշնամուն 4 գյուղերից։ Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունում նշվում է Վլադիմիրովկայի և Շախովեի մոտակայքում տեղի ունեցած մարտերի մասին, որոնք տեղակայված են Դոբրոպիլյա բարձունքից ոչ հեռու։ Ջոել Մոքիրը, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հոուիթը 2025 թվականի Նոբելյան տնտեսագիտության մրցանակի դափնեկիրներ, նորարարությունների վրա հիմնված տնտեսական աճի բացակայության համար։ Նրանց աշխատանքը ցույց է տալիս շարունակական աճի սպառնալիքներն ու դրանց հակազդելու միջոցները, հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։ Անցյալ տարի հեղինակավոր այդ մրցանակը շնորհվել է ամերիկաբնակ գիտնականներ Սայմոն Ջոնսոնին, Ջեյմս Ռոբինսոնին և հայազգիտ Տարոն Աջեմօղլուին գաղութացման և պետական ինստիտուտների ստեղծման միջև եղած կապը ուսումնասիրելու, մի շարք երկրներում տասնամյակներով շարունակվող աղքատության պատճառները վերհանելու համար։